Կարճ պատմական անդրադարձն կատարելու ղեկավարի վերաբերյալ եւ համատություն եմ անելու 2000 տարվա հեռավորությունից այսօրվա։ Այս մասին գրել է հույն պատմիչը ու գրել է մեր մասին։ Սա մերոնք չեն գրել։ Մոտ 2000 տարվա պատմություն է, երբ հռոմեական զորքը պարսիկների հետ ճակատամարտում տանուլ են տալի նահանջի ճանապարհին, իրենց փրկությունը գտնում են Հայաստանում։ Մտածում են ոչ թե Պարսկաստանի տարածքով նահանջեն, այլ բարձրանալ հյուսիս, մտնել Հայաստան եւ կփրկվեն եւ Հայաստանով գնան դեպի Հռոմ, հասկանալով, որ պարսիկները էլ չեն մտնի Հայաստանի տարածք։ Երբ որ հռոմեական զորքերը Հայաստանով անցնում են, դե հասկացանք պատերազմ, նահանջ, կորուստ, զիջում, սոված, ծարավ, վիրավոր, սրանք ճանապարհին մի հայկական գյուղ են թալանում։ Սա հենց Ստրաբոնը հետներն է եղել եւ ինքն է պատմում, ասում է, երբ որ գյուղը թալանեցինք, ասում է, այդ գյուղի ավագին, գյուղապետ ասածին բաժին հանեցին, ասում է, բաժին են տալի ու անցնում են։ Ասում ենք նկատեցինք, որ այդ ավակը ոչ թե այդ Աբրանքը վերցեց վազեց իր տուն, այն ինչ որ այդ գողունից տվել էին, ասում է, տարավ ամեն մեկինը, ասենք եթե ձեռքի տակ գիտի սա ումն է, նա ումն է, գառը ումն է, կամ էս չգիտեմ աթոռը, կամ չգիտեմ եսի ինչը, կամ հացը, ասում է, տարավ յուրաքանչյուրի Աբրանքը տվեց տիրոջը, տարավ վերադարձեց, իր տուն չտարավ։ Կարող էր ասել, դե մի թալանել են, ոչ մեկ չգիտի, տաներ իր տուն։ Եվ Ստրաբոնը հիացմունքով է խոսում հայ այդ ավակի մասին, ասում է, ինքը իր գյուղի բնակիչներին ոչ թե վերաբերվում էր իր ենթակաների, այլ իր զավակների եւ սրտացավ էր։ Իսկ գալիս ենք այս մեր օրեր տեսնում ենք, որ Հայաստանում մոտ 30% ծայրահեղ աղքատություն է, բայց իշխանությունները բացահայտ թալանում են երկիրը, պարգևավճարներ են ստանում միլիոնավոր դրամների, այդ հələ քիչ է, այն ինչ էլ որ այդ դրամներով ձեռք են բերում, այդ ուտուշ խմուշներն էլ նկարում են, գցում են համացանց։ Նամանավանդ Արցախի շրջափակման օրերին, որ Աննան տարատեսակ ճաշեր էր եփում, որ Արցախը շրջափակման մեջ էր, բայց հայաթափված չէր։ Սրանք ամեն ինչը մեծ ախորժակով ագահաբար լափում են։ Սա ղեկավարի դիրք է, թե ծաղր է սեփական ժողովրդին։ Հետևություն արեք 2000 տարի առաջվա գյուղապետի, հայ գյուղապետի կերպարի եւ էլ չասեմ, խաղաղությամբ։